Մարմաշենում կարտոֆիլն արդեն ցանել են, սերմացուն համեմատաբար էժան էր, քան անցած տարի, բայց միևնույն է գյուղացիները կարտոֆիլ ցանում են միայն ձմռանն ուտելու համար։ 1000 մետր հող 150 կիլո կեսը կարտոշկա ենք ցանել, կեսն էլ ուզում ենք գազար բազուկ սենց։ Կարգուտ կուկա, ամեն ինչն է հաշվարգած է։ Պարադանուտը կուտանք, ամեն ինչը կուտանք, վերջում հաշվարգեն, որ ծագը հեչ բան չի մնա։ Այս տարեսկզբից գյուղնախարարն ու վարչապետը բարձրաձայնեցին գյուղին տրվող կառավարության օժանդակության մասին դիզվառելիքի եւ պարարտանյութի տեսքով, որ գյուղացին այն գնի սուբսիդավորված գներով, շուկայականից էժան, եւ որը ըստ գյուղնախարար Սերգո Կարապետյանի բերելու էր նրան, որ գյուղացին հող մշակի։ Առաջին անգամ տվեցին փող չունենք, շին երկրորդ անգամ փող բերենք, պարարտանյութ բերենք։ Սպասենք չկա, էլ ուրիշ պարարտանյութ երկրորդ անգամ եկավ, տվեցին վաճառականներում տարան քաղաքներին մի բաշտեն 10,000 մայթի ծախեմ։ Մարմաշենցիները հիմա պարարտանյութ են ուզում, ասում են գյուղի 50%-ն էլ այդ ծրագրից չի օգտվել, քանի որ հողը պարարտացված չէ, հիմա էլ արդեն պարզ երևում է, որ բերքը չի լինի, ասում է Խաչատուր Խաչատրյանը ու ուղեկցում է մեզ այգի ցույց տալու մեկ ամիս առաջ ցանած ու չծլած կարտոֆիլը։ Ծառները բերել կարգուտն ու քամին փճեց ստակ ծաղը թափեց, ամեն մեխանջորը կշռել են 200 գրամ էր, ծառի վրա է։ Քամին ու կարգուտը սարդեց թափեց, ան աշը վերեմ բանկա։ Ան ահա մեր աշտու կարտոշկա է։ Չկա, հետը ցանելը պարարտանյութ պետք է տայի, բան պետք է չկա, ուրիշ տայի։ Անասնապահությունը եւս ձեռք չի տալիս, ասում է նա, ավելի շատ օգտվում է մթերողը, քան արտադրողը։ Կաթի 1 լիտրը գյուղից տանում են 100 դրամից էլ պակաս գնով, քաղաքում վաճառում 350-ով։ Ով ավելի շատ շահեց անասուն պահողն ու կթողը, թե կաթը գյուղից քաղաք փոխադրողը, հարցնում է վարպետ Խաչատուրը։ Գալում կաթը հավաքում տանում են, հետ չտես ինչ գնով են տանում։ Մեկը չի գալում ասեմ դե այ դեշմարտ։ Հանելը, կաթը քարսով է ստալը, չէ, շոֆերի ռադիում տին են իրակ յուդին գալը մարդում է ստում են։ Անասուն գպայեմ ծունե, կեղնի տարի ու կիսկան, իշխանը ուժանք տանին կոգտեմին, կան ես չեմ օգտեբի։ Մի պայմանները ստեղծեն, որ տանին հազնենք, գոնե մենք էլ ու գիտենանք, որ մեր աշխատանքից որոշ եկամուտ կստանան։ Այս ամենի հետ մեկտեղ ծախսերը եւս շատ են այս տարի։ Մարմաշենցիները բողոքում են հատկապես ինքնահոս ջրից, մինչև չվճարես ջուրը չեն տալիս, իսկ բույսը փչանում է, դժգոհում էին նրանք։ Հաջորդելու ժամանակի տանում, այն ժամանակ տանեն ուշկա գնացի հնա։ 50 հեկտարը ցանես, 25 հեկտարը իր արժեքն որ կրանաս ուրիշ տամի։ Հակակարգտային կայաններ գյուղին խոստացել էին անցած խորհրդարանական ընտրություններին առաջին անգամ, իսկ վերջին անգամ մի 20 օր առաջ, հերթական նախընտրական քարոզչության ժամանակ։ Քրիստինա Մկրտչյան, Սամվել Վարդանյան, Գալանյուս։